Շարունակում ենք ուսումնասիրել Քրիստոսաբանության վարդապետությունը։ Սա այն վարդապետությունն է, որի կարևորությունը եկեղեցու կյանքում այնքան մեծ եւ կենսական է, որքան սիրտը մարմնի համար։ Որովհետեւ առանց Քրիստոսի ճիշտ ընկալման չկա ոչ ճշմարիտ հավատ, ոչ ճշմարիտ աստվածպաշտություն, ոչ էլ կենթանի եւ առողջ եկեղեցի։ Եվ սա այնքան լավ էր հասկացել Պողոս առաքյալը, որ Տիմոթեոսին ուղված իր առաջին նամակում, հենց առաջին տողերում պատվիրում է, որ Եփեսոսում ոչ մի օտար ուսմունք չուսուցանվի, այլ ուսուցանվի ողջամիտ վարդապետություն, որ է Քրիստոսի եւ նրա առաքյալների ուսմունքը։ Եվ առաքյալը առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 15-ից 16-րդ համարներում հետեւյալն է գրում. Իսկ եթե ուշանամ, պետք է իմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենթանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունը եւ հաստատությունը, եւ հայտնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, աշխարհում հավատացվեց ու վեր փառքի մեջ ընդունվեց։ Համար ոչ միայն կարևոր է եկեղեցում քարոզել Աստծո փառավոր ավետարանը, այլ առավել կարևոր է Քրիստոսաբանությունը, ուսուցում Հիսուսի մասին։ Ինչու՞։ Որովհետև եկեղեցին, որը կենթանի Աստծո տունն է, գոյություն ունի հենց այդ նպատակի համար։ Սրբերը հավաքվում են պաշտելու եւ ճանաչելու կենթանի Աստծուն։ Իսկ աստվածպաշտությունը, այսինքն Աստծուն ճանաչելու ճանապարհը, սկսվում է Քրիստոսով, շարունակվում է Քրիստոսով եւ ավարտվում է Քրիստոսին տեսնելով։ Ահա թե ինչ պետք է աներ Տիմոթեոսը եւ պետք է անի ցանկացած եկեղեցու երեց, մերժել ամեն տեսակի կեղծ, պիղծ եւ դևերի վարդապետություն։ Եվ ինչ անել, քարոզել միայն Հիսուսին եւ Հիսուսի ճշմարիտ վարդապետությունը։ Այդ պատճառով 4 համարի 4 գլխի 7-րդ համարում շարունակում է Պողոս առաքյալը հետևյալը. Բայց պիղծ ու պառավական առասպելները մերժիր եւ դու քեզ աստվածպաշտությամբ մարզիր, որն էլ հենց Տեր ու Փրկիչ, Թագավոր եւ Հովվապետ Հիսուս Քրիստոսի խորը եւ արմատական ճանաչողությունն է։ Ինչ եք կարծում, ինչ են անում այսօրվա շատ եկեղեցի կոչված, բայց իրականում եկեղեցու դերը չկատարող կրոնական կառույցները եւ առավել ցավալի նրանց երեցներն ու առաջնորդները։ Նրանք ոչ միայն անտարբեր են վարդապետության նկատմամբ, այլ հաճախ թշնամաբար են տրամադրված նրա հանդեպ։ Եվ հենց սա է ժամանակակից աղետի արմատը։ Այսօր քրիստոնեական աշխարհում նկատվում է խոր եւ վտանգավոր շեղում։ Եկեղեցու ամբիոններից դադարել են հնչել վարդապետական քարոզները, դադարել է հնչել Հիսուսի մասին ուսուցումները, եւ դրա փոխարեն հնչում են հոգեբանական հուշումներ, անձնական փորձառությունների պատմություններ եւ գայթակղիչ եւ հարմարավետ խոստումներ։ Նայեք ինչ է գրում Չարլզ Սփերջենը. Վարդապետական անտարբերությունը դանդաղ թույն է, որը մահացնում է եկեղեցու հոգևոր զգայունությունը։ Եթե քո քարոզը չունի ճշմարտություն, այն չունի կյանք, մեջբերման ավարտ։ Եվ այսօր շատերն այլևս իրապես չեն քարոզում վարդապետություն, իսկ նրանք, ովքեր դեռ հավատարմորեն ուսուցանում են Աստծո խոսքը, հաճախ դառնում են ծաղրի կամ քննադատության առարկա։ Մարտին Լոյդ Ջոնսը այսպես է գրում. ժամանակակից եկեղեցին կորցրել է իր ուժը, որովհետև փոխել է քարոզչությունը ուսուցման եւ զվարճանքի խառնուրդի հետ։ Բայց Աստված գործում է միայն այնտեղ, որտեղ ճշմարիտ վարդապետություն է հռչակվում, մեջբերման ավարտ։ Այսպիսով այնինչ մենք հաճախ տեսնում ենք այսօր տարբեր շարժումների հոգևոր հոսանքների մեջ ի մասնավորի խարիզմատական շարժման, ոչ թե ավետարանն է, այլ ուրիշ Հիսուս։ Այդ ուրիշ Հիսուսը հոգեբանական, զգայական, ինքնագոհ եւ մարդկային ձևավորումներից ձևավորված կերպար է։
Այլ կերպ ասած, Սուրբ գրքի հայտնված Հիսուսը չէ, այլ մարդու կողմից ձևավորված կամ հորինված կերպար։ Դա Հիսուս է, ոչ թե խաչի, այլ հարմարավետության, ոչ թե սրբության, այլ զգացմունքների, ոչ թե նեղության ճանապարհի, այլ լայն ու հարմարավետ ուղու, ոչ թե հալածանքի, այլ մարդկանց ծափահարության, ոչ թե ապաշխարության, այլ ինքնահաստատման կենտրոնում։ Եվ Ջոն Փայփերը շատ լավ է ասում. երբ մարդիկ սիրում են իրենց մտածածին Հիսուսին, այլ ոչ թե այն Հիսուսին, որը հայտնված է Սուրբ գրքում, նրանք իրականում չեն պաշտում Աստծուն, այլ իրենց եսին։ Մեջբերման ավարտ։ Այսօր խարիզմատ շարժման շատ առաջնորդներ հայտարարում են, թե տեսնում են Հիսուսին կամ լսում նրա ձայնը, ունեն անհատական եւ մյուսներից տարբերվող շփում, այսպես ասած VIP, բայց չեն քարոզում այն Հիսուսին, ով հայտնվել է Սուրբ գրքի էջերում։ Իսկ Սուրբ գիրքն է միակ եւ անկրկնելի արժանահավատ աղբյուրը եկեղեցու բարօրության, սրբերի հասունացման եւ ամբողջ մարմնի ամրապնդման համար։ Եվ իսկապես առանց վարդապետության եկեղեցին կորցնում է իր ուղղությունը, որովհետև վարդապետությունն է այն հյուսքը, որը պահում է հավատացյալի միտքը ու սիրտը հենց ամուր Քրիստոսի շուրջ։ Անվարդապետական քարոզիչը նման է բժշկի, ով մխիթարում է հիվանդին, բայց չի ասում նրա հիվանդության պատճառը։ Հետևաբար եկեղեցու միակ հույսը վերստին վերադառնալն է դեպի վարդապետություն, դեպի Սուրբ գրքի հեղինակությունը, դեպի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսուցումը։ Քրիստոսաբանությունը, Քրիստոսի անձի եւ գործի խոր ու հստակ ուսուցումը հենց այն սյունն է, որի վրա պետք է կանգնի ողջ քարոզչությունը։ Ուստի այս քարոզաշարքում մենք չենք զբաղվել եւ չենք էլ զբաղվելու զգացմունքային պատկերացումներով Հիսուսի մասին, այլ բացելու ենք, թե ով է Հիսուսը ըստ Սուրբ գրքի, իր անձով, իր կյանքով եւ իր գործերով։ Մինչ այս մենք ուսումնասիրել ենք Քրիստոսի հավիտենական անցյալը։ Այսինքն Հիսուս հավիտենական անցյալից ինքնագոյ է եւ լիովին Աստված է Հայր Աստծո կարգի պես, էությամբ եւ բնությամբ նույնը։ Ուսումնասիրել ենք, թե ինչպես է Քրիստոս հանդիսանում մարգարե, քահանա եւ թագավոր։ Որպես մարգարե նա մեզ հայտնում է Աստծուն եւ փոխանցում է նրա խոսքը։ Որպես քահանա նա Աստծուն զոհ է մատուցում մեր անունից եւ միաժամանակ հենց ինքն է այդ զոհը։ Եվ որպես թագավոր նա գլխավորում է եկեղեցին եւ կառավարում է տիեզերքը։ Ուսումնասիրել ենք նաեւ Քրիստոսի աստվածությանը բնորոշող 4 գործողություն, նշելով, որ Հիսուսը ոչ միայն Աստված է էությամբ, այլ Աստված է գործով։ Նա է ամեն ինչի սկիզբը, կենդանի պահապանը, իր խոսքի հեղինակը եւ վերջնական դատավորը։ Եվ այսօր ցանկանում եմ միասին ուսումնասիրենք Քրիստոսի փրկագնման վարդապետությունը։ Եվ այս քարոզաշարքում մենք պատասխանելու ենք հետևյալ հարցերին. Արդյոք անհրաժեշտ էր Քրիստոսի մահը։ Արդյոք Քրիստոսի երկրային կյանքը մեզ փրկարար առավելություններ բերեց։ Ուսումնասիրելու ենք փրկագնման պատճառները, անհրաժեշտությունը եւ բնույթը։ Եվ նաեւ ուսումնասիրելու ենք արդյոք Քրիստոսը իջավ դժոխք։ Այսօր միասին կուսումնասիրենք փրկագնման պատճառները եւ անհրաժեշտությունը։ Բայց միշտ կանցնենք մեր ուսումնասիրությանը, եկեք միասին փրկագնում հասկացությանը տանք սահմանում։ Փրկագնումը այն աշխատանքն է, որը Քրիստոսը կատարեց իր կյանքով եւ իր մահով, պատճառը, որպեսի վաստակի իմ եւ քո փրկությունը։ Այս սահմանումը ցույց է տալիս, որ մենք փրկագնում տերմինն օգտագործում ենք ավելի լայն իմաստով, քան սովորաբար ընդունված է։ Հաճախ այն օգտագործվում է միայն Հիսուսի մահը եւ խաչի վրա մեղքերի համար նրա հատուցումը նշելու համար։ Բայց քանի որ մենք փրկարար առավելություններ ձեռք ենք բերում նաեւ Քրիստոսի կյանքի շնորհիվ, ապա մենք մեր սահմանման մեջ ներառել ենք նաեւ դրա մասին հիշատակումը։ Անկասկած կան փրկարար առավելություններ, որոնք մենք ձեռք ենք բերում Քրիստոսի հարության, համբարձման եւ նրա մշտական քահանապետական բարեխոսության եւ նրա երկրորդ գալստյան շնորհիվ։
բայց այս բոլոր իրադարձությունները մենք առանձին կքննարկենք հետագա մասերում։ Սակայն հստակության համար այստեղ փրկագնում բաժնում ես ներառել եմ միայն այն, ինչ Հիսուս արեց մեր փրկության համար, իր երկրային կյանքի ընթացքում եւ իր մահվան միջոցով։ Բայց միշտ կանցնենք Քրիստոսով փրկագնման վարդապետության ավելի խոր ուսումնասիրությանը, չենք կարող չխոսել մեղքի մասին եւ շրջանցել մեղքը։ Գիտեք ինչու՞, որովհետեւ փրկագնումը անմիջականորեն եւ անկախտելիորեն կապված է մեղքի հետ։ Եվ մենք Աստվածաշնչից գիտենք, որ մարդ մեղք գործեց Սուրբ Աստծո դեմ եւ դարձավ մեղավոր։ Այսինքն մեղքի հեղինակն ու կատարողը հենց մարդն է, ոչ թե Աստված։ Եվ Աստվածաշունչը մեզ մի քանի չափազանց կարևոր ճշմարտություններ է փոխանցում մեղքի մասին։ Ես սլայդով ձեզ համար պատրաստել եմ դրանք։ Առաջին, մեղքը համընդհանուր է։ Մեղքը համընդհանուր է, այսինքն բոլոր մարդիկ մեղավոր են, առանց բացառության, չկա բացառություն։ Եվ դա ես չեմ ասում, դա ասում է Աստվածաշունչը։ Հռոմեացիս 3:10 համար։ Հռոմեացիս 3:23 համար։ Այսինքն կարող ենք ասել, որ մեղքը չի վերաբերվում միայն, այսպես ասած, վատ մարդկանց, այն վերաբերում է բոլոր մարդկանց։ Երկրորդը, մեղքը միայն արարք չէ, այլ վիճակ։ Այսինքն մարդը ոչ միայն մեղք է գործում, այլ մեղավոր է իր բնությամբ։ Դավիթը նայեք ինչ է ասում Սամոս 51:5։ Մեղքի մեջ եմ ծնվել։ Իսկ Պողոսը այսպես է գրում. իրենց բնությամբ բարկության որդիներ էին։ Մարդը մեղավոր է դեռ մինչև առաջին գիտակցված մեղքը։ Եվ երրորդ, մեղքը ամբողջական է։ Այսինքն մեղքը խոցել է մարդու ամբողջ էությունը, միտքը, սիրտը, կամքը եւ բոլոր գործերը։ Կարող ենք ասել մարդու մեջ մաքուր անկյուն չկա, որին մեղքը չի դիպչել։ Մարդկային մեղավորության աստիճանի ամենախորը նկարագրությունը գտնվում է արդեն Աստվածաշնչի առաջին էջերում։ Եթե դուք բացեք Ծննդոց 6-րդ գլուխ 5-րդ համարը, կտեսնեք հետևյալ Աստվածաշնչյան ճշմարտությունը, բայց ինչ կկարդանք, ասեմ, որ մարդկության հոգևոր ապականությունը սկզբից իսկ վերջնական է եւ Աստվածաշնչյան հայտության ամբողջ ընթացքի մեջ չի առաջադիմում կամ խորանում։ Ծննդոց 6-րդ գլուխ 5-րդ համարը եւ դրանից մի փոքր ներքև գտնվող եւս երկու հայտարարություններ բացահայտում են, որ մարդկանց մեղքը մեծ էր առնվազն 7 հիմնական կողմերով։ Ես դրա համար եւս ձեզ համար սլայդ եմ պատրաստել։ Ընթերցենք միասին։ Եվ Աստված տեսավ, որ մեծ է մարդկանց չարությունը երկրի վրա։ Դուք նայեք սլայդին եւ կտեսնեք մարդու մեղքի ամբողջական բնութագիրը։ Եվ Աստված տեսավ, որ մեծ է մարդկանց չարությունը երկրի վրա։ Եվ նրանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր։ 12-րդ համար։ Եվ Աստված նայեց երկրին, եւ ահա այն ապականված էր, որովհետեւ ամեն մարմին ապականել էր իր ճանապարհը երկրի վրա։ Տեսնում եք, ամեն մարմին ընդգրկել էր մեղքը, բոլոր մարդկանց։ 8-րդ գլուխ 21-րդ համար։ Սա ջրհեղեղից հետո է։ Նայեք, ջրհեղեղից հետո ոչ մի բան չի փոխվել։ Մարդը լավը չի դարձել դեռ։ Եվ Տերը հոտոտեց անուշ հոտը, եւ Տերն ասաց իր սրտում. այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետեւ մարդու սրտի խորհուրդը մանկուց չար է։ Եվ այլևս չեմ հարվածի երբեք ամեն մի կենդանի արարածի, ինչպես արեցի։ Հուսով եմ դուք տեսաք, թե ինչպես է մարդը ամբողջապես ապականված։ Եվ եթե կան մարդիկ էլ, ովքեր որ մտածում են մի փոքր է, սա լավ փաստարկ է, որ տեսնի, որ մարդը ամբողջապես է ապականված։ Իսկ հետակա հայտությունը միայն զարգացնում է այս ամբողջ բնութագրումը։
Այլ կերպ ասած Ծննդոց 6-րդ գլուխ 5-րդ համարում մարդու մեղավորության ամբողջ պատկերը արդեն տրված է։ Հետագա հայտությունը մարգարեներ Սաղմոս նոր կտակարան չի ավելացնում մեղքին նոր աստիճան, այլ լույս է սփռում նույն իրականության վրա։ Պարզ օրինակով սա բժիշկները լավ կհասկանան։ Ինչպես բժիշկը սկզբում տալիս է ամբողջական ախտորոշումը, իսկ հետո տարբեր հետազոտություններով բացում է նույն հիվանդության տարբեր կողմերը։ Այսինքն ախտորոշումը նույնն է, բացատրությունը ավելի խորը։ Եվ այստեղ է, որ տեսնում ենք Աստծուն գերիշխան եւ ինքնիշխան, ով իր կամքով, տեսնելով, որ մարդը անկարող է իրեն դուրս բերել այդ կործանարար վիճակից, որոշեց փրկել մեղավոր մարդուն։ Եվ հենց այստեղ է սկսվում ավետարանի փայլը, սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Քանի որ մեղքը անբաժանելի է մարդուց, քանի որ մարդը ամբողջապես մեղավոր է, քանի որ նա մեռած է մեղքերի մեջ, քանի որ նա չի կարող ինքն իրեն փրկել, եւ անհրաժեշտ է ոչ թե բարելավում, այլ փրկություն, ոչ թե վերանորոգում, այլ նոր ծնունդ, ապա փրկությունը պետք է գա Աստծուց։ Եվ այդ փրկությունը կոչվում է փրկագնում։ Եվ միասին պետք է խոսենք փրկագնման պատճառները։ Եվ հարցը հետևյալն է. ինչ պատճառով Քրիստոսը եկավ երկիր եւ մահ ընդունեց մեր մեղքերի համար։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է դիմենք հենց ում Աստծո բնությանը։ Եվ այստեղ Սուրբ Գիրքը մեզ ցույց է տալիս երկու հիմնական պատճառ։ Սակայն մինչ կանցնենք դրանց, պետք է հստակ ասենք հետևյալը, եւ սա անգիր հիշենք. Սուրբ Գիրքը երբեք փրկագնման պատճառը չի տեսնում մարդու մեջ։ Ոչ մարդու արժանիքը, ոչ նրա ցանկությունը, ոչ նրա աղաղակը չեն հանդիսանում այդ պատճառը։ Փրկագնման պատճառը բացառապես գտնվում է մարդուց դուրս։ Այն գտնվում է Աստծո սրբազան բնության մեջ։ Եվ Աստվածաշունչը պարզ եւ հասկանալի կերպով բացում է մեր առջև այդ պատճառները։ Դրանք թաքնված չեն մեզանից, դրանք բաց են մեզ համար։ Առաջին Աստծո սերը եւ երկրորդ արդարությունը։ Վստահ եմ գիտեք, Աստծո սիրո մասին որպես փրկագնման պատճառ խոսվում է Աստվածաշնչի ամենահայտնի տեքստում, Հովհաննես 3-րդ գլուխ 16-րդ համարում։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ահա իմ եւ քո փրկագնման առաջին պատճառը՝ Աստծո սերը։ Այս համարը վստահ եմ հստակ ցույց է տալիս ձեզ, որ սիրողը Աստված է, ոչ թե մարդ։ Փրկագնման նախաձեռնությունը դուրս է գալիս ոչ թե մարդուց, այլ հենց Աստծուց։ Աստծո սերն է պատճառը, եւ այդ սերը գործնական կերպով դրսևորվեց Հիսուս Քրիստոսի միջոցով։ Դուք տեսնում եք, որ Աստված է ինիցիատորը, այլ ոչ թե մարդը, ով մեռած էր իր գարշելի մեղքերի մեջ եւ լիովին կորսված։ Ահա թե ով է ում հետապնդում, ոչ թե մարդը Աստծուն, այլ Աստծո սերը մարդուն։ Կարևոր սահմանում։ Աստծո սերը պարզապես զգացմունք չէ, այլ փրկող նախաձեռնություն։ Աստծո սերը պարզապես զգացմունք չէ, այլ փրկող նախաձեռնություն։ Դա Աստծո կամքն է գործելու հանուն մեղավորի փրկության։ Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը նրան չի որոնում։ Ինչպես այսօր Դավիթ եղբայրը կարդաց Հռոմեացիս 5-րդ գլուխ 8-րդ համարը։ Նայեք ինչ է գրում Պողոսը։ Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց։ Երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Եփեսացիս 2-րդ գլուխ 4-ից 5 համարներում այսպես է շարունակում Պողոս առաքյալը։ Բայց Աստված նայեք ով է հարուստ, որ հարուստ է ողորմությամբ, իր առած սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ Այսպիսով Աստծո սերը նախաձեռնեց փրկությունը, իսկ Աստծո արդարությունը պետք է պահանջեր խաչը։ Այո, Աստծո արդարությունը նաև պահանջում էր գտնել հնարավորություն իրականացնելու այն պատիժը,
որին արժանի էին մեր մեղքերը։ Քանի որ հակառակ դեպքում նա չէր կարողանալ ընդունել մեզ իր հետ հաղորդակցության մեջ։ Եվ Պողոս առաքյալը պարզաբանում է, որ հենց այդ պատճառով Աստված ուղարկեց Քրիստոսին դառնալու քավություն։ Այսինքն զոհ, որը իր վրա է վերցնում Աստծո արդար բարկությունը, այնպես որ Աստված քավում է կամ բարեհաճություն է ցուցաբերում մեղավորի հանդեպ։ Դա տեղի ունեցավ իր արդարությունը ցույց տալու համար նախկինում գործած մեղքերի ներման մեջ։ Դա համար Հռոմեացիս 3:25 համարում Պողոս առաքյալը այսպես է գրում. Աստված նրան նախապես սահմանեց քավություն լինելու իր արյամբ, իր հավատով, որպեսզի ցույց տա իր արդարությունը անցյալում, Աստծո համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը։ Այս համարում Պողոս առաքյալը ասում է, որ Աստված ներում էր մեղքերը նաև 5 կտակարանի ժամանակաշրջանում, բայց ոչ ոք պատիժ չկրեց։ Եվ այս փաստը մարդկանց ստիպում էր մտածել. արդյոք Աստված իսկապես արդար է, եւ ինչպես է նա ներում մեղքերը առանց պատժի։ Ի վերջո, իսկապես արդար Աստված չի կարող այդպես վարվել, այնպես չէ։ Բայց երբ Աստված ուղարկեց Քրիստոսին, որպեսզի նա կրի պատիժը մեր մեղքերի համար, նա դա արեց Աստծո համբերության ժամանակ, իր արդարությունը ցույց տալու համար ներկա ժամանակում, որպեսզի երևա, որ նա արդար է եւ արդարացնում է Հիսուսի հավատացողին։ Հռոմեացիս 3:26, որպեսզի ներկա ժամանակում իր արդարությունը ցույց տա, որպեսզի ինքն արդար լինի եւ արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Այսպիսով փրկագնման պատճառներն էին Աստծո սերը եւ նաեւ նրա արդարությունը։ Եվ հարց տալը, թե որն է ավելի կարևոր, իմաստ չունի, քանի որ առանց սիրո Աստված երբեք ոչինչ չէր ձեռնարկի մեր փրկագնման համար։ Իսկ առանց Աստծո արդարության չէր կատարվի այն պահանջը, որ Քրիստոսը պետք է վաստակի մեր փրկությունը, մահանալով մեր մեղքերի համար։ Ինչպես սերը, այնպես էլ Աստծո արդարությունը հավասարապես կարևոր էին։ Հարց. Գիտես արդյոք, որ Աստծո բարեհաճությունը քո հանդեպ բխում է ոչ թե քո արժանիքներից, այլ միայն Աստծո սիրուց եւ արդարությունից։ Հավատում ես, որ Աստված միաժամանակ արդար է եւ արդարացնում է Հիսուսի հավատացողին։ Այս հարցերի կողքով մի անցեք լռությամբ։ Անկեղծ պատասխանեք։ Հավատում ես, որ Հիսուսը քո փոխարեն կատարեց այն, ինչ Աստծո արդարությունը պահանջում է։ Հստակ գիտես, որ քո փրկությունը ձեռք է բերվել բացառապես Հիսուս Քրիստոսի կատարած գործով, ոչ թե քո ջանքերով։ Այս մեկը լավ լսեք։ Ընդունում ես, որ փրկության ողջ ծրագրի մեջ քո միակ ներդրումը եղել է հենց քո մեղքը, որի համար Քրիստոսը մահացավ։ Հավատում ես, որ Հիսուսի երկիր գալը պատահական իրադարձություն չէր, այն նախասահմանված, նպատակային եւ փրկարար ծրագիր։ Ում համար նախատեսված։ Մեղավորների փրկության համար։ Այսպիսով մենք տեսանք, որ Քրիստոսի խաչի պատճառները Աստծո սերն ու արդարությունն էին։ Բայց այստեղ մի շատ կարևոր հարց է առաջանում։ Քանի որ Աստված սեր է, ինչու փրկությունը պետք է անցներ հենց Գողգոթայի խաչի ճանապարհով։ Միգուցե մտածեք եւ ոմանք մտածում են, հաճախ բարձրաձայնում են այդ հարցը։ Արդյոք Աստված չէր կարող պարզապես ներել առանց այս սարսափելի գնի։ Եվ հենց այս հարցն է մեզ տանում հաջորդ կետին՝ փրկագնման անհրաժեշտությունը։ Եվ հարցը հետևյալն է. արդյոք Աստված կարող էր մարդկանց փրկել այլ կերպ, առանց որդուն ուղարկելու մեր փոխարեն մեռնելու։ Նախքան այս հարցին պատասխանելը կամ մտորելը կարևոր է հասկանալ, որ մարդկանց փրկությունը Աստծո համար ընդհանրապես անհրաժեշտ չէր։ Գիտեք ինչու, երբ մենք սկսում ենք գնահատել այն փաստը, որ Աստված մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ գիտեք ինչ արեց, նետեց նրանց դժոխքի խավարի կապանքների մեջ, որպեսզի դատաստանի օրը նրանք գցվեն ծծումբի լիճը, հասկանում ենք, որ Աստված նույն կերպ կարող էր արդարորեն թողնել նաև մեզ մեր մեղքերի մեջ, նույնպես սпасելու դատաստանին։ Նա կարող էր որոշել չփրկել ոչ ոքի, ճիշտ այնպես,
ինչպես վարվեց մեղանչած հրեշտակների հետ։ Ուստի այս իմաստով փրկագնումը բացարձակ անհրաժեշտ չէր։ Բայց երբ Աստված իր սիրո մեջ որոշեց փրկել մարդկային արարածների մի մասին, ապա ինչպես ցույց է տալիս բազմաթիվ աստվածաշնչյան հատվածներ, այլ ուղի այդ ծրագրի իրականացման համար բացի Աստծո որդու մահվանից պարզապես գոյություն չուներ։ Ուստի փրկագնումը ինքնին պարտադիր չէր, բայց այն պահին, երբ Աստված իր սիրո մեջ որոշեց փրկել մեղավորներին, այն դարձավ բացարձակ անհրաժեշտ։ Եվ երբեմն էլ աստվածաբանները այս տեսակետը անվանում են արդյունքի բացարձակ անհրաժեշտություն։ Բայց այստեղ կարող է ծագել մի կարևոր հարց։ Եթե իսկապես այնպես է, որ այն պահին, երբ Աստված որոշեց փրկել մեղավորներին, այլ ուղի չկար բացի որդու մահվանից, ապա արդյոք սա տեսանելի է ոչ միայն մեր աստվածաբանական եզրակացությունների մեջ, այլ հենց Հիսուս Քրիստոսի կյանքում։ Այս հարցի ամենահզոր եւ ամենաանձնական պատասխանը մենք գտնում ենք ոչ թե տեսության մեջ, այլ Գեթսեմանեի պարտեզում։ Այստեղ խաչից առաջ Հիսուսը կանգնած է հոր առաջ։ Ինչ է անում։ Աղոթում է։ Նա աղոթքի մեջ է։ Եվ նրա աղոթքը բացահայտում է այն ճշմարտությունը, որի մասին մենք հենց նոր խոսեցինք վարդապետական մակարդակով։ Մատթեոս 26:39 Հայրի, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու։ Ինչպես ես, այնպես էլ դուք կարող եք վստահ լինել, որ Հիսուսը միշտ աղոթել է հոր կամքին համապատասխան, եւ որ նա միշտ աղոթել է լիակատար հավատով։ Այսպիսով թվում է, թե այս աղոթքը, որը մեզ է փոխանցում Մատթեոսը, ցույց է տալիս, որ Հիսուսը հնարավորություն չուներ խուսափել խաչի վրա մահից, ինչն էլ շուտով տեղի ունեցավ։ Այո, նա խմեց տառապանքների այն բաժակը, որի մասին խոսում էր։ Եթե անհրաժեշտ էր, որ նա կատարի այն գործը, որի համար հայրը նրան ուղարկել էր աշխարհ, եթե մարդիկ պետք է փրկագնվեին Աստծո կողմից, ապա Հիսուսը պետք է մեռներ խաչի վրա։ Սա նշանակում է, որ երբ Աստված որոշեց փրկել մեղավորներին, խաչը դարձավ անխուսափելի։ Ոչ թե որովհետև Աստված անզոր էր, այլ որովհետև իր արդարությունը, իր սրբությունը եւ իր փրկարար ծրագիրը այլ լուծում չէր տեսնում։ Եվ սա ոչ միայն Գեթսեմանի պահի զգացմունքային ճշմարտ արտահայտություն էր։ Հիսուսը նույն ճշմարտությունն ասաց նաև հարությունից հետո։ Հիշում եք Էմաուսի ճանապարհին, երբ աշակերտները չէին հասկանում, թե ինչու Մեսիան պետք է մեռներ։ Ինչ էին արել։ Նրանք տխրել էին Հիսուսի մահվամբ, բայց Հիսուսը պատասխանեց նրանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, ինչ որ մարգարեները ասացին։ Չէ՞ որ Քրիստոսը պետք է չարչարանքները կրեր ու փառքի մեջ մտներ։ Հիսուսը հասկանում էր, որ փրկության Աստծո ծրագիրը, որը նա բացատրեց աշակերտներին հին կտակարանի շատ տեքստերի հիման վրա, Ղուկաս 24-րդ գլխի մեջ է գրված, ենթադրում էր Մեսիայի մահվան անհրաժեշտությունը իր ժողովրդի մեղքերի համար։ Եվ ինչպես մենք արդեն նշել ենք, Պողոս առաքյալը Հռոմեացիս 3-րդ գլխում նույնպես ցույց է տալիս, որ եթե Աստված ուզում էր լինել եւ արդար, եւ միևնույն ժամանակ փրկել մարդկանց, ապա նա պետք է ուղարկեր Քրիստոսին, որպեսզի նա կրեր մեր մեղքերի պատիժը։ Այսպիսով, եթե մենք պատասխանենք վերը նշված հարցին, արդյոք Աստված կարող էր մարդկանց փրկել այլ կերպ, առանց որդուն ուղարկելու մեր փոխարեն մեռնելու, ապա պատասխանը միանշանակ է։ Խաչից բացի այլ ճանապարհ չկար։ Եվ սա ոչ թե իմ եզրակացությունն է, այլ Աստվածաշնչի հստակ վկայությունը։ Այդ իսկ պատճառով ես ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել Հռոմեացիս 3-րդ գլուխ 21-ից 26-րդ համարների վրա, որն էլ փրկագնման անհրաժեշտության ամենաուժեղ աստվածաբանական ապացույցն է։ Ինչ կանցնենք ուսումնասիրության, ասեմ, որ Պողոս առաքյալը Հռոմեացիների 1-ից 11-րդ գլուխներում անդրադառնում է 3 կարևոր վարդապետական դրույթների։ Մեղքի, տեսնում ենք առաջի գլուխ 18-րդ համարից մինչև 3-րդ գլուխ 20-րդ համար, երկրորդը արդարացման վարդապետությունը, 3-րդ գլուխ 21-ից մինչև 5-րդ գլուխ 21-րդ համար եւ 3-րդ սրբագործման վարդապետությունը,
6-րդ գլխի առաջի համարից մինչև 8-րդ գլխի 17-րդ համարները։ Ասեմ, որ Հռոմեացիների այն հատվածը, որը որ պիտի հիմա կարդանք, հանդիսանում է նամակի սիրտը։ Եկեք միասին ընթերցենք։ Հռոմեացի 3-րդ գլուխ 21-ից 26 համարներ։ Բայց հիմա Աստծո արդարությունն առանց օրենքի հայտնված է, օրենքի եւ մարգարեների կողմից վկայված լինելով։ Այսինքն, Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի վրա եղած հավատի միջոցով է, այն ամենի համար եւ ամենի վրա, ովքեր հավատում են, որովհետեւ խտրություն չկա, քանի որ բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակաս եկան։ Նրա շնորհի միջոցով ձրիաբար արդարանալով Քրիստոս Հիսուսի փրկագնումով, ում Աստված նախասահմանեց քավություն լինելու իր արյանը հավատալու միջոցով, որ իր արդարությունը ցույց տա անցյալի մեղքերը ներելով Աստծո երկայն մտությամբ, իր արդարությունը հայտարարի այս ժամանակի մեջ, որպեսզի ինքն արդար լինի եւ արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Այստեղ մենք տեսնում ենք մեղքի համընդհանուր դատապարտության եւ Աստծո փրկարար արդարության միջև տեղի ունեցող ավետարանի մեծ շրջադարձը։ Նայեք 21-րդ համարին, ինչպես է սկսվում։ Բայց հիմա ձևակերպմամբ։ Ինչն էլ ցույց է տալիս, որ մինչ այդ Պողոս առաքյալը ներկայացրել է այլ ճշմարտություն։ Ներկայացրել է Պողոս առաքյալը դրանից վերև խնդիր։ Եվ առաքյալը առաջի գլուխ 18-րդ համարից մինչև 3-րդ գլուխ 20-րդ համարը ներկայացնում է խնդիրը եւ պնդում է, որ բոլոր մարդիկ արժանի են Աստծո բարկությանը եւ դատապարտությանը։ Եվ սա վերաբերվում է թե հեթանոսներին եւ թե ուխտի ժողովրդին, այսինքն հրեաներին։ Եվ Պողոս առաքյալի փաստարկի էությունը, որը ամփոփված է հենց 3-րդ գլուխ 19-20-րդ համարներում, արդ մենք գիտենք, թե ինչ որ օրենքն է ասում, նրանց է ասում, ովքեր օրենքի տակ են, որ ամեն բերան փակվի եւ ամբողջ աշխարհը մեղավոր ճանաչվի Աստծո առջև։ Դրա համար նրա առջև ոչ մի մարմին օրենքի գործերով չի արդարանալու, քանզի մեղքի ճանաչումը օրենքի միջոցով է։ Եվ Պողոս առաքյալի փաստարկի էությունը հետեւյալն է. օրենքը ուժ չի տալիս հնազանդվելու համար։ Հարց Պողոս, բա ինչի համար էր օրենքը։ Այն միայն բացահայտում է մեղքը եւ հանցանքը, ինչպես հրեաների, այնպես էլ հեթանոսների մեջ։ Հետևաբար, օրենքի վրա հույս դնելը կամ ապավինելը կեղծ ճանապարհ է փրկության համար։ Սա պետք է լավ հիշենք, որ օրենքի վրա հույս դնելը կամ ապավինելը կեղծ ճանապարհ է փրկության համար։ Բայց նայեք 21-րդ համարից սկսած Պողոսը կտրուկ փոխում է իր փաստարկի ուղղությունը։ Եվ ինչ է անում նա այժմ։ Նա հայտարարում է մի լուր, որը ամբողջությամբ փոխում է իրավիճակը։ Աստծո փրկարար արդարությունը հայտնվել է օրենքի գործերից անկախ։ Եվ այս արդարությունը չի վաստակվում, ձեռք չի բերվում մարդկային հնազանդությամբ, այլ հայտնվում է Հիսուս Քրիստոսի միջոցով եւ նրա քավության մահվան մեջ։ Եվ Պողոսը շեշտում է, որ սա նոր միտք չէ։ Նայեք 21-րդ համարի 2-րդ մասին։ Պողոսը ասում է, որ սա նոր միտք չէ։ Օրենքի եւ մարգարեների կողմից վկայված լինելով։ Այլ սա 5 կտակարանի խոստումների իրականացումն է։ Եվ որն էլ ցույց է տալիս, որ ավետարանը հակասություն չէ, այլ նրա կատարումը։ Այսինքն 5 կտակարանը հակասություն չէ, այլ նրա կատարումը։ Այսինքն Իսրայելին տրված խոստումները կատարվել են։ Այո, կատարվել են, բայց անսպասելի կերպով, ոչ քաղաքական հաղթանակով կամ ազգային վերականգնմամբ, այլ Հիսուսի խաչի մահվան միջոցով։ Եվ հարց է առաջում, ում համար է այս արդարությունը։ Պողոս առաքյալ 22-րդ համարին նայեք։ Այս փրկարար արդարությունը հասանելի է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Տրվում է բոլոր հավատացյալներին, ինչու որովհետև տարբերություն չկա։ Պատճառը նայեք 23-րդ համարում։ Բոլորը մեղանչել են, թե հրեաները, թե հեթանոսները, եւ զրկված են Աստծո փառքից։ Ուստի 24-րդ համարում
Պողոսը եզրակացնում է հետևյալը. Բոլոր արդար են դառնում ինչպես, նայեք համարին, ձրի, նրա շնորհի միջոցով ձրիաբար, միայն ձրի, նրա շնորհով Քրիստոս Հիսուսի կատարած փրկագնի միջոցով, նրա շնորհի միջոցով ձրիաբար արդարանալով Քրիստոս Հիսուսի փրկագնումով, հետևաբար փրկությունը վաստակված չէ եւ ոչ էլ պարտականություն է, այլ շնորհի պարգև է եւ խաչը Աստծո արդարության բացահայտումը կամ իրականացումը դարձավ, ինչպես Աստված Հիսուսին մատուցեց որպես քավության զոհ։ 25-րդ համար, ում Աստված նախասահմանեց քավություն լինելու իր արյանը հավատալու միջոցով, որ իր արդարությունը ցույց տա անցյալի մեղքերը ներելով Աստծո երկայն մտությամբ։ Եվ դա Աստված արեց իր բարկությունը բավարարելու համար, մեղքը նրա արյունով լվանալու համար, եւ այդ պարգևը տրվեց հավատով ընդունողներին։ Եվ միևնույն ժամանակ խաչը ցույց տվեց նաեւ Աստծո դատող արդարությունը, որտեղ մինչ այդ Աստված իր համբերության մեջ կարծես անցնում էր նախկինում գործված մեղքերի կողքով եւ կարող էր հարց առաջանալ. արդյոք Աստված իսկապես արդար է եւ դատապարտում է մեղքը։ 26-րդ համարին նայեք Պողոսի եզրակացությանը եւ այդ հարցի պատասխանը։ Իր արդարությունը հայտարարի այս ժամանակի մեջ, որպեսզի ինքն արդար լինի եւ արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին։ Հիսուսի խաչի վրա մահվամբ Աստված ցույց տվեց, որ նա արդար է, այսինքն մեղքը անպատիժ չի թողնում։ Եվ միևնույն ժամանակ նա է արդարացնողը նրան, ով հավատ ունի Հիսուսի հանդեպ։ Կարող ենք ասել խաչի վրա հանդիպեցին Աստծո դատող եւ փրկող արդարությունը։ Այսինքն այստեղ Գողգոթայում Աստված եւ դատում է մեղքը եւ փրկում մեղավորին, ոչ արդարությունը զոհաբերելով, այլ արդարությունը իրականացնելով։ Եթե Պողոս առաքյալը Հռոմեացիների նամակում մեզ ցույց է տալիս փրկագնման աստվածաբանական անհրաժեշտությունը, ապա Եբրայեցիներին ուղված նամակը բացահայտում է փրկագնման քահանայական եւ զոհաբերական անփոխարինելիությունը։ Այս թղթում մենք տեսնում ենք, որ Քրիստոսի տառապանքն ու մահը պարզապես այլընտրանք չէր, այլ պարտադիր ճանապարհ։ Եվ Եբրայեցիներին ուղված նամակում ընդգծվում է այն միտքը, որ Քրիստոսը պետք է տառապեր իմ եւ քո մեղքերի համար։ Նայեք Եբրայեցիս 2-րդ գլուխ 17-րդ համարին։ Ուստի նա ամեն ինչում պետք է իր եղբայրների նման դառնար, որպեսզի ողորմած եւ հավատարիմ քահանայապետ լինի Աստծո վերաբերյալ բաներում, ժողովրդի մեղքերը քավելու համար։ Եբրայեցիներին ուղված նամակի հեղինակը նաեւ ասում է, քանի որ անկարելի է, որ նոխազների եւ ցուլերի արյունը մեղքերը վերացնի, ապա ավելի կատարյալ զոհ է պահանջվում։ Այսինքն միայն Քրիստոսի արյունը, այսինքն նրա մահը կարող է իրականում հեռացնել մեղքերը։ Եվ ես մեկ համար եմ ուզում կարդալ Եբրայեցիներից 9-րդ գլուխ 25-26 համարները։ Ոչ թե իր անձը պատարակ մատուցի շատ անգամներ, ինչպես քահանապետն ամեն տարի սրբությունների սրբություն է մտնում ուրիշների արյունով, այլապես նա պետք է շատ անգամներ չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր, բայց հիմա ժամանակների վերջում մեկ անգամ ընդմիշտ հայտնվեց իր անձի պատարակումով մեղքը ջնջելու համար։ Դա համար Աստված չէր կարող մեզ փրկել այլ կերպ, միայն Քրիստոսի մահվան միջոցով մեր փոխարեն։ Հարց. Դու գիտես, որ քո փրկագնումը նախաձեռնվել է ոչ թե մարդու կողմից, այլ հենց Աստծուց։ Դու հավատում ես, որ եթե այսօր նետված չես խավարի կապանքների մեջ, չես գտնվում դատապարտության տակ, դա միայն այն պատճառով է, որ Հիսուսը կրեց այն դատաստանը, որը քեզ հասնում էր։ Դու հավատում ես, որ բացի Հիսուս Քրիստոսի խաչից չկա
եւ երբեք չի եղել այլ ճանապարհ մարդու փրկության համար։ Դու գիտես, որ օրենքը նախատեսված չէր փրկելու համար, այլ մեղքը բացահայտելու համար։ Դու գիտես, որ օրենքը կարող է մարդուն դատապարտել, բայց երբեք փրկել։ Դա համար կարևոր սահմանում։ Հիշեք, փրկագնումը շնորհ է, ոչ թե պարտականություն։ Փրկագնումը շնորհ է, ոչ թե պարտականություն։ Այսպիսով, խաչը պատահական ողբերգություն չէր, այլ Աստծո սուրբ բնույթից բխող անհրաժեշտություն, երբ նա որոշեց փրկել մեղավորին։ Սա երկրի վրա հնչած ամենամեծ եւ անկրկնելի լուրն է։ Սուրբ Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին իրենց մեջ եղած խորհրդի մեջ որոշեցին փրկել հոգեպես մեռած մեղավորին։ Եվ Հիսուս Քրիստոսը, ով ունի աստվածային փառք, էություն, բնություն, կամավորաբար հանձն առավ մարմին առնել, իջնել այս աշխարհ եւ գալ մեղավորների հետևից։ Բայց հիմա հարցը այլևս տեսություն չէ։ Հարցը քո մասին է։ Դու ընդունել ես Հիսուսին որպես քո փրկիչ։ Դու ընդունել ես, որ բացի նրանից այլ ճանապարհ չկա։ Սիրելի եղբայրս եւ քույրս, Հիսուսի կոչը այսօր էլ նույնն է. հետևիր ինձ։ Ղևին թողեց իր շահավետ աշխատանքը եւ ինչ արեց, հետևեց նրան։ Զաքեոսը թողեց իր հարստությունն ու հին կյանքը եւ հետևեց նրան։ Կույր Բարթողեմոսը թողեց իր մուրացկանության տեղը եւ հետևեց նրան։ Մագդաղենացի Մարիամը թողեց իր անցյալի կապանքները եւ հետևեց նրան։ Սամարացի կինը թողեց իր ամոթն ու դատապարտված կյանքը եւ վազեց պատմելու Հիսուսի մասին։ Պետրոսը թողեց իր նավերը, ուրկանները, իր մասնագիտությունը, իր անվտանգությունը եւ հետևեց նրան։ Պողոսը թողեց իր կրոնական ինքնությունը, իր փարիսեցի հեղինակությունը, իր օրենքով արդար համարվելու վստահությունը, իր մարդկային փառքը, իր անցյալով արդարացվելու հույսը եւ հետևեց նրան։ Բոլորը տարբեր էին, բոլորը տարբեր բաներ թողեցին, սակայն բոլորը միևնույն Հիսուսին հետևեցին։ Բայց երիտասարդ իշխանավորը ինչ արեց, տրտմեց եւ հեռացավ։ Դա համար նույն Հիսուսն է, նույն կոչն է, տարբերությունը միայն մարդու արձագանքն է։ Դա համար դու ինչ ես պահում, որ քեզ խանգարում է թողնել ամեն ինչ եւ հետևել Հիսուս Քրիստոսին։ Ուստի մտածիր այս կոչի մասին։ Մի հետաձգիր։ Մի կարծիր, թե վաղ ավելի հարմար օր կլինի։ Միգուցե վաղվա օրը ավելի անհարմար լինի եւ դու հայտնվես դժոխքում։ Համար շտապիր կենաց աղբյուրը։ Շտապիր ընդունելու շնորհը, որը չի վաստակվում, եւ շտապիր ձեռք գցելու Քրիստոսին, քանի դեռ նա քեզ կանչում է։ Եվ վերջում մեկ հավիտենական ճշմարտություն կամ կարող եք ընդունել որպես գլխավոր միտք։ Քանի որ մարդու խնդիրը մակերեսային չէ, այլ ամբողջական, խորքային եւ բնածին, ապա այդ պատճառով մարդուն անհրաժեշտ է ոչ թե բարելավում, այլ Հիսուսով փրկագնում։ Դա համար ողջ փառքն ու պատիվը տիեզերքի միակ ճշմարիտ Աստծուն, Հիսուս Քրիստոսին։ Եկեք ոտքի կանգնենք եւ աղոթենք։ Ողջ փառքն ու պատիվը քեզ ենք տալիս, մեր բարձրյալ եւ պաշտելի Հայր, որովհետեւ միայն դու ես արժանի մեծարանքի, գովասանքի, խոնարհման։ Որքան շատ սիրեցիր դու մեղավորին, որ քո սուրբ որդուն Հիսուս Քրիստոսին ուղարկեցիր աշխարհ։ Մեղավորների համար, որ քո որդի Հիսուս Քրիստոսով ունենանք փրկություն, ունենանք սրբության կյանք, ունենանք արդարացում։ Մենք քեզ փառք ենք տալիս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, քո անկրկնելի սիրո համար։ Փառք ենք քեզ տալիս, որ քո մահով
Մեր վրայից այդ պիտակը կտրեցիր, պոկեցիր, մեղավոր պիտակը եւ դեն նետեցիր։ Եվ մեզ չթողեցիր օդում կախված, այլ քո արդարությունը, այդ զգեստը հագցրեցիր մեզ։ Եվ այլևս հայրը մեզ նայում է այնպես, ինչպես քեզ։ Եվ մենք հոր հետ հաշտ ենք, որի համար ողջ փառքն ու պատիվը միայն քեզ։ Դրա համար օգտիր, որ կարողանանք քեզ վայել կյանքով ապրել, քեզ վայել կյանքով քայլել, մտորել, ունենալ քո սերը, ունենալ քո վերաբերմունքը։ Որքան որ քեզ փառք տանք, դա քիչ է, Հայր։ Քո գործը մեծ է, քո գործը հրաշալի է, Հայր։ Օգտիր, որ մեր կյանքի միջև վերջին օրը մենք հիշենք, որ ամբողջապես ապականված ենք եղել, մեղքի մեջ թավալված ենք եղել։ Եվ մեր միտքը, կամքը, սիրտը, զգայարանները մեղքով տարածված են եղել։ Բայց դու եկար որպես տիեզերքի լավագույն բժիշկ, դու այնտեղ գործ արեցիր, դու վիրահատեցիր մեր սիրտը եւ այնտեղ նոր սիրտ ես դրել, նոր սիրտ ես տվել։ Փառք քեզ այդ խոստման համար, Հայր։ Փառք քեզ քո բոլոր խոստումների համար։ Մենք ուրախանում ենք այդ խոստումներով, բայց մասնավոր ուրախանում ենք այն խոստմամբ, որ դու շատ շուտով գալու ես քո հարս եկեղեցու հետևից եւ դու յուրահատուկ սեր ունես քո հարս եկեղեցու նկատմամբ եւ դա էլ ընդգծվում է նրանով, որ գալիս ես մեր հետևից։ Փառք ես, որ քեզ պիտի տեսնենք, փառք ես, որ պիտի շոշափենք քո մարմինը եւ դա էլ պիտի մեզ ուրախություն լինի, ինչպես քո աշակերտներն էին ուրախանում։ Աղոթում ենք քո եկեղեցու համար, մեր եկեղեցու համար։ Շարունակիր օրհնել, շարունակիր դու առաջնորդել մեզ եւ մենք մեծ ուրախությամբ խոստովանում ենք, որ դու ես մեր եկեղեցու գլուխը եւ մենք այդտեղ ունենք ապահովություն, պաշտպանություն, խաղաղություն, ուրախություն եւ հանգստություն, Հայր։ Հետագա ժամերի մեջ դու մեզ առաջնորդիր եւ ինչ էլ որ անենք, ուտենք թե խմենք, թող այդ ամենը միմիայն քո անվանը փառք, պատիվ եւ գոհություն բերի։ Այս ամենը աղոթեցինք մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի սուրբ ու պատվական անունով, որ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։